Սա նախադեպը չունեցող իսկապես ռեալիթի է, որին մասնակցելը որոշակի համարձակություն է պահանջում։ Շատերը կարող եք ասել, եթե նրանք հայտնի անձինք են, իրենց կյանքը բոլորի առջև է, իրենք իրենց հաճախ տեսանկարահանում են, ապա նրանց համար պիտի որ դժվար չլինի տեսախցիկների առջև հանդես գալը, սակայն չմոռանանք, որ սա ռեալիթի, այսինքն իրական շոու է։ Այստեղ ոչ թե իրենք խաղարկային որևէ դեր են խաղալու կամ որևէ պահի նկարման ժամանակ ստոպ է տրվում եւ կրկին են նկարահանվում, այլ ամբողջը գնում է իրական իրավիճակով, այսինքն լինելու են իրավիճակներ, որտեղ տեսախցիկները ֆիքսելու են ցանկացած տեսակի հուզմունք, ցանկացած տեսակի խոսք, արտահայտություն, գուցե կոնֆլիկտային իրավիճակներ եւ սա հեռարձակվելու է, հեռուստադիտողը տեսնելու է։ Այսինքն մի բան է, երբ որ դու ինքդ քեզ ես նկարում եւ այո, թեկուզ քո անձնական կյանքը պատմում ես մարդկանց, սակայն դա քո հեռախոսն է, քո ձեռքում է եւ սա շատ հարմար եւ կառավարելի իրավիճակ է։ Բայց երբ քեզ նկարում են տասնյակ տեսախցիկներ եւ դա ռեալիթի շոու է եւ դու ոչինչ չես կարող փոխել, այսինքն այնինչ ասես եւ անես հետագայում լինելու է հաղորդման մի մաս, այստեղ կարող է լինել բոլորովին այլ իրավիճակ եւ դրա համար էլ մասնակցությունը որոշակի համարձակություն է պահանջում, ուստի իմ հարգանքը եւ սերը բոլոր 6 զույգերին։ Սիրախաղ